Կլոդ Դեբյուսի, Շարլ Գունո, Ժյուլե Մասնե, Կամիլ Սեն-Սանս, Էրնեստ Շուսոն։ Ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչում են Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ։ Դասական երաժշտության համերգը Վանաձորում է, Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։ Ֆրանսիական երաժշտությունը սպეციფიկ, ինչով կարևոր եւ Վանաձորում մասնավորապես ոնց որ այսօր եւ բոլոր մարզերում ֆրանսիականը մեծ մաս է կազմում դասական երաժշտության, դա շատ կարևոր մաս է դասական երաժշտության, զուգահեռ գերմանականին, զուգահեռ իտալականին, զուգահեռ մեր համար հայկականին եւ տարբեր ռուսականին եւ այլն, եւ իհարկե չի կարելի զրկել այդ ունկնդրին, այդ երաժշտությունից, կենթանի համերգից, կենթանի հաջող երաժշտությունից։ Համերգը կազմակերպվել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կամերային նվագախմբի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ Ֆրանսիական ինստիտուտի գործակցությամբ։ Նպատակն է մարզաբնակ հանդիսատեսին ծանոթացնելու ֆրանսիական մշակույթին։ Մենք գիտենք, համոզվում ենք, որ համերգին կա ունկնդիր, որը մեծ հաճույքով լսում է, մեծ հաճույքով մասնակցում է այդ համերգներին։ Իհարկե մենք պետք է ավելի շատ գանք, չի կարելի, որ Հայաստանի կյանքը կենտրոնացած լինի միայն Երևանում։ Սա քաղաքներ են շատ կարևոր, դեռ կան մարդիկ, որոնք կարիք ունեն, ամեն օր չեն կարող գնալ Երևան այդ համերգները լսել, մենք պիտի գանք։ Վանաձորյան համերգին կամերային նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ է ունենում ֆրանսիացի հայտնի ջութակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Ֆրանսուଆ Պինո Բենուան։ Իդեպ սա նրա առաջին ելույթն է Երևանից դուրս։ Շատ ուրախ եմ Հայաստանում ներկայացնել ֆրանսիական երաժշտությունը։ Ինձ համար մեծ հաճույք է նվագել նաև Երևանից դուրս, Վանաձորում։ Մարդիկ այստեղ շատ հյուրընկալ են եւ սիրում են դասական երաժշտություն։ Շնորհակալ եմ հայ ժողովրդին ֆրանսիական երաժշտությունը այսքան սիրելու եւ ընկալելու համար։ Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում ամեն տարի նշվում են բազմաբնույթ միջոցառումներով, համերգներով, ցուցահանդեսներով, կրթական ծրագրերով, խթանելով ֆրանսիական լեզվի եւ մշակույթի տարածումը մեր երկրում։ Սերինե Սերոբյան լուրերի համար։